Սիրելիներս ողջույն եւ իհարկե բարի գալուստ իմ YouTube-յան տեսարիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նադյան եմ, ձեզ ողջունում եմ իմ սրտի քաղաք Երևանից։ Այսօր շատ սիրուն միջոցառման եմ հրավիրված, շատ ինֆորմատիվ հավես միջոցառման եմ հրավիրված ու մոտ 40 րոպե շուտ եմ հասել, տարածքում է լինելու միջոցառումը, մտածեցի կարելի է նստել այս սիրուն այգում, վայելել այս լավ եղանակը, որովհետև այսօր բավականին հով է եղանակը, հետո նոր գնալ, իզուր չգնամ 40 րոպե սրճարանում սպասեմ աղջիկներին։ Հիմա նստել եմ, մտածում եմ, մտքերս եմ հավաքում, գործողություններս եմ փորձում ըստ հերթականության գլխումս դասավորել, ու իդեպ այս ջուրը վերջերս եմ բացահայտել, Instagram-ով կիսվել եմ սթորիներով, բայց դեր շատերը այստեղ ովքեր ինձ YouTube-ում են նայում, Instagram-ում գրեթե չեն հետևում ինձ, կոչվում է վիտամինա, հարստացված է տարբեր համերով ու իր ամենակարևոր հատկանիշը բաղադրիչը այն է, որ ինքը բնական բանջարեղենների եւ մթերքների մզվածքներ է օգտագործված, ինչ-որ քիմիական հավելումներ չի պարունակում իր մեջ ու այս շոքին, քանի որ պետքա շատ ջուր խմենք, ես էլ այս վերջերս բժշկի այց ունեի օրեր առաջ ու ինձ խիստ կարգադրեց բժիշկս անպայման ապահովել օրվա ջրի անհրաժեշտ քանակը, գոնե 2 լիտր, իսկ ես շատ քիչ եմ ջուր խմում, գրեթե չեմ էլ խմում օրվա ընթացքում 1-2 բաժակ խմեմ թե չէ ու վախում եմ ես վառակիկս քամին թռցնում է ու մտածում եմ շրթներկիցս կեղտոտվի ու մտածեցի հարմար կոմպակտ չափի ջրեր են, ձեռքին շատ հարմար, կարելի է գոնե սենց հետս պտտեմ, մանտամ, օրվա ընթացքում հավեսի ինքնեմ պարբերաբար խմեմ, նաև լավ է նրանով, որ վրան չափաբաժինը գրված է 250 միլի է, այս մի փոքրիկ շիշը գոնե մի 2 շիշ օրվա ընթացքում սենց եմ խմում, կես լիտր, աշխատում եմ 1 լիտր էլ գոնե սովորական ջուր խմել, տանը անընդհատ դնում եմ շշով, գնում գալիս խմում եմ, որ 1.5 լիտրը իմ համար շատ մեծ քանակ այս պահին, բայց փորձում եմ գոնե 1.5 լիտր պահել, հետո կամաց ինձ կսովորեցնեմ արդեն 2-2.5 լիտրի, որովհետև շատ պետք է ինձ այդպես մի քիչ նստեմ, վայելեմ Երևանս, շատ դժվար է իրականում գյուղից հասնել քաղաք, բայց փորձում եմ չտրվել այդ ֆիզիկական հոգնածությանը եւ չալարել, գնալ գալ, մանավանդ երբ գործերը այստեղ չեն սպասում, տանն էլ գործեր ունենք, պետք է խանութներ գնանք շինանյութի, օրինակ երեխաների սենյակների պաստառները ուզում եմ անպայման ես ընտրել, իմ ճաշակով լինի, դրա համար ստիպված եմ պարբերաբար գնալ գալ, նախորդ վլոգի ներքևում մեկնաբանություն էին գրել, Նադյա ջան, բա ոնց ես ամիսը մեկ անգամ գյուղից հասնելու քաղաք բժշկի այցերի համար, ու կարդում եմ այդ մեկնաբանությունը, ասում եմ, երանի ջեր, ամիսը գոնե մեկ անգամ հասնեի գյուղից քաղաք, ոչ թե շաբաթը 2-3 անգամ առնվազն։ Ձեզ մի փոքր ցույց տամ այս սեզոնությունը, հատկապես նրանք, ովքեր Հայաստանում չեն գտնվում։ Իհարկե չեմ ուզում տեսախցիկը շատ տանել առաջ, որովհետև այնտեղ երեխաներ կան, կիսամերկ վազվզում են, խաղում են ջրերի մեջ, շատ հավես է այդ, բայց դե նկարելու համար չի, որովհետև բնականաբար դու խախտում ես ուրիշների իրավունքները, այնն կիսամերկ երեխաներին նկարելով բնականաբար դա իրանց ծնողներին դուր չի գա, բայց մի փոքր ցենց պահեմ, տեսեք ինչքան սիրուն է մեր Երևանը։
Մենք արդեն այստեղ ենք ու քանի դեռ չի սկսել մեր միջոցառումը, եկեք մի փոքր ձեզ ցույց տամ երկրորդ հարկման այս բանի երեխաների խաղալու հավես առանձնացված հատվածներ կան, տեսեք անգամ հագուստներ կան, հերոսիկների, որ երեխաները կարող են այստեղ գալ, հագնել, խաղալ։ Ինչ հավես է։ Այստեղ ինչ ունենք, այստեղ պրինցեսկաների համար նախատեսված հատված է, պրինցեսաների հագուստներ կան, ծայր ցույց տամ, չավես է, սղարան կա, շարիկներ, խոհանոց, ու ամենահավեսը, որ վերևում էլ կա նստելու տեղ, ներքևում էլ կա նստելու տեղ, ու վերևում կարող ես գալ երեխաների հետ ու նստես հանգիստ, իսկ երեխաները ժամանակ անցկացնեն, խաղան ու աչքիդ առաջ լինեն, այդ շատ հավես է։ Իջնենք ընթացքում ներքևներ ձեզ ցույց կտամ։ Շատ ուրախ եմ այստեղ առաջին անգամ տեսնելու ծանոթանալ, Լիլիթը միշտ այնքան լավ ներկայացնում է ինքը, որ ես իրեն ավելի շատ եմ վստահում երևի քան ինձ։ Դրա համար միշտ ասում դու ասա, ես գիտեմ ինչ եմ ասում։ Այսինքն չեմ կրկնվում, այլ մնացած նույն բաները չեմ ասում Լիլիթի ասածները, այսօր բերել ենք զարդեր, որտեղ լավովում բավականին ռիսկային էր այստեղ բերելը, որովհետև ինքը համ շատ սիրել են խաղալիքին, բայց իհատ իր հետ ատելության ալիք է բերել ու ոչ միայն խաղալիքի հանդեպ այդ ատելությունը տարածում, այլ նաև դա ներկայացնում է։ Օրինակ ես unboxing եմ նկարում տեղադրում, որ քաշվում ենք հիմա աջակցություն տալու, ու մարդիկ կոմենտներում լավ ու ինչ են վատ բաներ գրում են արդեն անձին, այս ինչ եք խաղալ, ցույց տալիս, այս ինչ եք անում, դրա համար լավ ու չեք բերել։ Բայց բոլորն են ովքեր այստեղ են ուզում լաբուբու, անգամ եթե դուք ունեք ուրիշ նվեր, բայց ուզում եք լաբուբու, դրեք մեր էջին, մենք դա կկազմակերպենք, անգամ եթե այս խաղարկության ընթացքում դուք չստանաք լաբուբու, սիրելիներս, ես բաց եմ բոլոր համագործակցությունների համար, կարող եք գրեք, իրար կկազմակերպենք դա, իսկ հիմա այսօր Լիլիթի հետ խաղարկության զարդերը, տեսնենք դրաժի գրած, ես եմ ասում։ Էլիզա Պետրոսյան, արի։ Արդարը Վիկտորիա Սադոյան։ Ես կզարման էր վիկամոն շոյի։ Սոնա։ Լիլա անցած տարի են այլ։ Բայց այլ ոնց է շահը։ Անցած տարի։ Ոնց, դու մասի կակուլի։ Իրինա Թովմասյան, ես կզարման էր։ Կիսվելու եմ իմ փորձով ու քանի որ Լիլիթը սենց մեծ ակնկալիքներն էր, զուտ նստած մի քանի կետով արագ նշումներ արեցի, որ խոսեն։ Ես այստեղ չեմ եկի ասել, ինչ կարելի է, ինչ չի կարելի, զուտ կիսվելու եմ, թե ինչպես եմ ես անում, ինչ սխալներ եմ արել, ոնց ենք հանգել այստեղ։ Շատ հոգեբանների հետ զրուցելուց, մենք աշխատել ենք տարբեր տարիքային ճգնաժամերի հետ, տարբեր հոգեբանների հետ, և նաև մասնագիտական շատ գիտելիքներ եմ ձեռք բերել, չլինելով մասնագետ։ Մասնագիտորեն երեխաներին էկրաններ կարելի են 2 տարեկանից սկսած։ Բայց իմ դեպքում նաև հոգեբանների հետ քննարկելով եկել ենք այն եզրահանգման, որ ամեն ինչ շատ ինդիվիդուալ է։ Այսինքն, եթե երեխան չունի խոսք,
Եթե 2 տարեկան է, 3 տարեկան է, չունի հստակ խոսք, էկրանները պետք է լրիվ բացառել երեխայի կյանքից։ Նարտուկ կամ տոպրակ ունի, որ դու հետո տանես։ Ես նորից նորացնեի ձեզ ասեի, տոպրակ ես ինձ ադնարազվի կարամ տրամ։ Ոչինչ, տենց կպահեմ ձերքս։ Ացնում ես։ Շատ սիրում եմ։ Լավն է, չէ՞։ Շատ։ Մատը բիել դարձած։ Այդ աղջնաժիչ։ Իրոք։ Աղջիկներին հետ էի բացատրում։ Մոմագործության աշխարհում այդ նորմալ է։ Այս տակինը լրիվ չէ, Տակինը հա կտրում ես լավ կարճ։ Այս էլ Կարտեզիա է ինքը։ Այդ պատկերացնեք բաժակի մեկ սիրուն տակի հատվածը լցնեք, դա դնեք բաժակի վրա, շատ սիրուն կլինի։ Թավուկ խխունջներն են։ Լինում է, որ պատրաստում ենք ֆորմա պահող սոյայով։ Նացաջան, կանաչ ճանապարհ, լիքը հաջողություն։ Այսօր մեր օրը սկսել ենք հաղթանակ զբոսայգուց, երեխաների հետ եկել ենք կենդանիներին տեսնելու։ Արնոն շատ էր ուզում տեսնել այստեղի նապաստակներին, աչքով ընկել էր, գովազդային հոլովակ էր բերել էջիս ինստագրամյան, ու Արնոն ասում էր մոմա գնանք, քանի որ երեկ մնացել էինք քաղաքում, ասեցինք առավոտյան երեխաներին բերենք այստեղ, նոր հետո գյուղ գնանք։ Մեջից կրակում է։ Հա, ջարդա չգիտե։ Մայր Հայաստանի հարցանն է, ուղիղ առաջանում ենք, մի փոքր առաջանում ենք ու հենց այս հատվածում է։ Ուտաշը նապաստակներ բունն է։ Մտել ես նապաստակների բունը։ Հենց բունը։ Թաշը կերակներ։ Մենք արդեն Զուզուլենդում ենք, եկեք ձեզ ցույց տամ տարածքը, շատ մեծ չի, փոքրիկ, հարմարավետ երեխաների համար։ Հիմա այս ծայրից սկսեմ։ Սանկյունում կա ավազներով խաղալու տեղ, երեխաները կարող են ժամանակ անցկացնել։ Այստեղ բադիկներն են։ Այստեղ ևս բադիկներ են։ Այստեղ թռչուններ են ու կրյաներ։ Ուրա կրյան։ Այսօր։ Այստեղ կրյաներն են և տարբեր թռչուններ։ Այստեղ նապաստակներն են, ամենահաճելի ժամանակը երեխաները նապաստակների հետ անցկացրեցին, շատ հավես էր իրենց։ Սիրամարգներն են այստեղ, հենց մուտքի մոտ։ Այս մեկը շատ սիրում է։ Այստեղ խաղային ապարատներ են։ Ադանա արդնա։ Մի ապել ցույց տամ այստեղ ինչ կա։ Այծիկներն են այստեղ։ Եվ պոնիները։ Երեխաները պոնիներին էլ շատ հաճելի կերակրեցին։ Ոյ, ինչ լավն են։ Այսպես այլ ամբողջ տարածքը Զուզուլենդը ինչպես ասած նրանքն հաղթանակ զբոսայգում է գտնվում։ Մոռացա ձեզ խոզուկներին ցույց տալ։ Այստեղ էլ խոզուկներն են։
Thank